Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ամերիկան դադարեցնում է վիզաների տրամադրումը ինչպես 75 երկրների, այնպես էլ Հայաստանի քաղաքացիների համար։ Նշվում է, որ Պետդեպարտամենտը դադարեցնում է ներգաղթային վիզաների տրամադրման գործընթացն այդ երկրների համար, փորձելով կանխել այն դիմորդների թիվը, որոնք կարող են հանրային բեռ դառնալ։ Սահմանափակումները ուժի մեջ կմտնեն հունվարի 21-ից եւ կշարունակվեն անորոշ ժամանակով։ Ներգաղթային վիզաների կատեգորիան նախատեսված է մշտական բնակության համար։ Սա նշանակում է, որ հյուպատոսությունները կշարունակեն առանց ընդհատումների ձևակերպել զբոսաշրջային եւ ուսումնական վիզաներ։ Անհատ ձեռնարկատերերի համար պարտադիր առողջապահական ապահովագրության վճարների թեման վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է սոցիալական ցանցերում։ Մի շարք օգտատերեր դժգոհում են, որ դեկտեմբերին են միայն իմացել, պետք է վճարեն 129.600 դրամ պարտադիր ապահովագրավճար։ Բացի այդ, բողոքներ կան, թե ինչու են քաղաքացիները վճարում ապահովագրավճարը ամսական կտրվածքով, իսկ անհատ ձեռներեցները ստիպված են այն միանվագ վճարել, ինչը կարող է լուրջ խնդիր դառնալ շատերի համար։ Հիշեցնենք, որ անհատ ձեռնարկատերերը այս տարեվանից պետք է վճարեն առողջապահական ապահովագրության վճար, եթե դրանց շրջանառությունը գերազանցում է 2.400.000 դրամը։ Այդ աշխատողը, եթե ինքը ամիսը ստանում է օրինակի համար 500.000 դրամ աշխատավարձ, ինքը վճարում է X գումար ապահովագրական վճարի, եւ ես ԱԶ աշխատելով իմ եկամուտն հավասար է այդ նույն աշխատավարձին, այսինքն այդ 500.000 դրամի ամսական կտրվածքով ես վճարել եմ 10.600 դրամ։ Ինչն է տարբերությունը իմ ու այդ անձի միջև, այսինքն ինքը աշխատող է ԱԶ մենակ դա, թե պետք է մեր եկամուտներից գոյացող հարկերը համատական մոտեցում կիրառեին։ Խնդիրը դրա մեջ է։ 2025 թվականի դեկտեմբերին Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 3.3%, ամենաբարձր գնաճը գրանցվել է սննդամթերքի շուկայում տարեկան 4.3% եւ ամսական 2.9%։ Միաժամանակ տարեկան կտրվածքով բանջարեղենի գները նվազել են 7.5%-ով, սակայն ամսական աճել են 12.5%-ով։ 2025-ի հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը պետական եկամուտների կոմիտեի հսկողական աշխատանքների արդյունքում խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է 31 չգրանցված աշխատող եւ առաջադրվել է մոտ 7-8 միլիոն դրամ տուգանք, ինչպես նաեւ 13 կազմակերպությունում հայտնաբերվել են ՀԴՄ-ի կիրառման խախտումներ, որոնց համար առաջադրվել է մոտ 68 միլիոն դրամ տուգանք։ Փետրվարի 15-ից գործարկվելու է միասնական զանգերի կենտրոնը, որը կմիավորի ոստիկանության եւ փրկարար ծառայությանն ուղղված զանգերը։ 112 համարով մեկ զանգով քաղաքացիները կկարողանան արագ կապ հաստատել համապատասխան ծառայությունների հետ, ապահովելով ավելի օպերատիվ եւ համակարգված արձագանք եւ բարձրացնելով անվտանգությունը։ Շուրջ 307.000 կանչ է սպասարկել շտապօգնությունը 2025 թվականի ընթացքում, ինչը մոտ 3%-ով ավելի է եղել 2024-ի համեմատ։ Ասուլիսին նշել է շտապօգնության տնօրեն Ռուբեն Գրիգորյանը։ Շտապօգնությունը մեկ տարում ձեռք է բերել 7 մեքենա լիզինգով, ձեռք է բերվել նաև էլեկտրական անվասայլակ տարբեր քաշային կարգի մարդկանց տեղափոխելու համար, նույնիսկ 200 կիլոգրամ քաշ ունեցող անձի։ Ներքին գործերի նախարարությունը շարունակելու է խաղաղ հավաքների սպասարկումը օրենքով սահմանված կարգով։ Այսպես է արձագանքել ներքին գործերի նախարարությունը Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանի հայտարարությանը, որում դեսպանը մեղադրում էր հայկական կողմին դեսպանատան դիմաց ընթացող բողոքի ակցիաները թույլատրելու համար։ Նախարարությունից նաև նշել են, որ հավաքները սպասարկվել են օրենսդրությամբ սահմանված կարգով, ապահովվել է ինչպես հավաքների մասնակիցների, այնպես էլ դեսպանատան շենքի անվտանգությունը։ Միևնույն ժամանակ ներքին գործերի նախարարությունից նշել են, որ Հայաստանը ապահովում է հավատարմագրված բոլոր դիվանագիտական գերատեսչությունների, այդ թվում բարեկամ Իրանի դեսպանության անվտանգությունը եւ երաշխավորում է բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը եւ նրա տեղակալները դեկտեմբերին ստացել են շուրջ 3.5 միլիոն դրամ աշխատավարձ, հավելավճար եւ պարգևավճար, իսկ կառույցի բաժնի պետերն ու քննիչները ավելի քան 1.7 միլիոն դրամ։ Քննչական կոմիտեի աշխատակազմին դեկտեմբերին եւս տրամադրվել է պարգևավճար։ Այստեղ էլ կառույցի նախագահը եւ նրա տեղակալները ստացել են շուրջ 4 միլիոն դրամ աշխատավարձ, հավելավճար ու պարգևավճար։ Վերջին օրերին տեղեկություն է տարածվում ուժային իրավապահ եւ պետական այլ կառույցներում պարգևավճարների մասին։ Արդյունավետության գնահատման սանդղակները համենայն դեպս գոյություն չունեն,
որևէ գերատեսչության ղեկավարի կառավարության որոշման մակարդակում օրինակ նկատել օրենքի մակարդակում Հայաստանում ընդհանրապես այդպիսի բան գոյություն չունի։ Եթե մենք չենք գնահատում դատախազի արդյունավետությունը, բարեկային ծառայողի արդյունավետությունը, զինծառայողի աշխատանքի արդյունավետությունը, ապա անհասկանալի է դառնում ընդհանրապես ինչու են վճարվել պարգևավճարները։ Պետական կառույցներից խորհրդարանում օրինակ падգամավորները դեկտեմբերին 3 միլիոն 25 հազար դրամ աշխատավարձ ու պարգևավճար են ստացել, հարկերը հանած։ Այս հատկացումներն արվել են մի քանի փուլով։ Օրինակ կան պարգևատրումներ տոների առիթով եւ պարգևատրումներ լավ աշխատանքի համար։ Կոնկրետ ազգային ժողովի դեպքում նոր տարվա սուրբ ծնունդի եւ եւս դեկտեմբերի 24-ի պարգևատրումը, որը երևի տնտեսված փողերն են եւ ինչի իման վրա է արվել այնտեղ չի բացվում։ Շատ ավելի տաք ձմեռների պարագայում կամ մեղմ ամառների պարագայում կոմունալ ծախսերը կարող են լինել պլանավորածից շատ ավելի նվազ։ Նման պարագայում, երբ որ կուտակվում են լրացուցիչ միջոցներ, բյուջե հետ փոխանցելու փոխարեն գնահատելով շուկայական աշխատավարձի ներկա վիճակը, տրամադրում են պարգևավճարներ։ Լավ, թե որտեղից գումարը հասկացանք, այսպես թե այնպես պետական բյուջեից։ Մի կողմ թողնենք, թե ինչ կարելի է անել այդ գումարի հետ։ Այսինքն առաջնահերթությունների ընտրությունը չդիտարկենք, իսկ ինչով է խորհրդարանը աչքի ընկել արդյունավետության տեսանկյունից։ Եթե մենք սահմանում ենք падգամավորի աշխատանքի արդյունավետության սահմանակ, ապա падգամավորը օրենսդիր մարմնում պետք է նվազագույնը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկած լինի։ Պետք է падգամավորը այլ падգամավորների կամ կառավարության ներկայացրած օրենսդրական նախագծերին եզրակացություն տված լինի, վերլուծած լինի, կարծիք արտահայտած լինի եւ այսպես շարունակ։ Պարգևատրման որոշումներից մեկով կառավարությունը գնահատում է տարբեր պետական կառույցների կատարողականները, այսինքն պարզ ասած գնահատում է պետական տարբեր գերատեսչությունների կատարածը եւ ըստ արածի էլ պարգևատրում նրանց։ Այո, այդ մարդիկ լավ են աշխատել, դրա համար ստացել են պարգևավճար, այդ լավ աշխատելու հետևանքով էլ երկրի տնտեսական վիճակը, սոցիալական վիճակը բարելավել է, դրա համար նրանք, այսպես ասած, վաստակել են այդ պարգևավճարը։ Խնդիրը այստեղ երևի այն է, իսկ դրա հետ համաձայն են արդյոք, այսպես ասած, լայն զանգվածները։ Ի վերջո այս կամ այն կառույցի աշխատանքի որակը պետք է արտացոլվի քաղաքացիների կյանքում, այսինքն տարբեր ոլորտներում մարդիկ պետք է ռեալ զգան դրական տեղաշարժեր։ Եթե մարդիկ կարծում են, որ իրենց կյանքը իսկապես 25 թվականի ընթացքում լավացել է, մեծ մասը այդպես ասեն, ուրեմն այո, ամեն ինչ արդարացվեց։ Եթե ոչ, ուրեմն պետք է այլ պատճառ փնտրել, թե իսկ ինչու այդ դեպքում նրանք ստացան այդ պարգևատրումները։ Երբ հարկատուից պետությունը պահանջում է թափանցիկություն եւ ստվերի բացառում, պետք է նրա վճարած հարկերի ծախսման առնչությամբ էլ թափանցիկ լինի։ Իսկ պարգևավճարների ներկա համակարգը մեղմ ասած այդպեսին չէ, ըստ այդմ մարդկանց մղում է դեպի ստվեր։ Կոշտ ասած դու ինձ չես ասում որտեղ եւ ինչի համար ես ծախսում իմ փողերը։ Ես էլ քեզ այլևս փող չեմ տա։ Միանգամից երկրորդ դասարան ընդգրկված երեխաների իրավունքները խախտվում են։ ՄԻՊ-ին այս հարցով հասցեագրվել են բազմաթիվ դիմում բողոքներ, իսկ իրականացված մշտադիտարկումները ցույց են տվել, որ երեխաները բախվում են կրթական, հոգեբանական ու սոցիալական լուրջ խնդիրների։ Խոսքը կրթական նոր կարգավորման մասին է, ըստ որի երեխային դպրոց ընդունելիս նա ընդգրկվում է իր տարիքին համապատասխան դասարանում, անկախ այն բանից նախորդ դասարաններում սովորել է թե ոչ։ Ավելի պարզ ասած, եթե երեխան առաջին անգամ դպրոց է գնում 7 տարեկանում, նա անմիջապես ընդգրկվում է երկրորդ դասարան։ Արձանագրվել է, որ այս երեխաների մոտ առկա են նաև առաջին եւ երկրորդ դասարանի կրթական նյութը զուգահեռ յուրացնելու հետ կապված խնդիրներ, այսինքն երեխաները որոշակի չափով ծանրաբեռնվում են, հաճախում են երկարօրյա խմբակներ, լրացուցիչ պարապմունքների միջոցով են փորձում լրացնել նյութը, ինչը նաև նրանց զրկում է իրենց հանգստի եւ ժամանցի եւ տարիքին համապատասխան խաղի մասնակցելու լիարժեք հնարավորությունից։ ՄԻՊ ԿԳՄՍ նախարարությանը առաջարկել է վերանայել գործող մոտեցումները, կատարելագործել օրենսդրական դաշտը եւ ապահովել անհատական երեխայակենտրոն կրթական միջավայր։ Կրթական գերատեսչությունը այս մոտեցումը հիմնավորում է կրթությունից դուրս մնացած երեխաների խնդրով, քանի որ շատ ծնողներ հրաժարվում են իրենց երեխային դպրոց ստանել, կարծելով, թե նա դեռ պատրաստ չէ ուսումնական գործընթացին։ Արդյունքում նախարարությունը որպես լուծում ներդրել է այս մեխանիզմը։ Մենք փորձեցինք առաջարկի վերաբերյալ պարզաբանում ստանալ ԿԳՄՍ-ից։ Պատասխանեցին, թե կպարզաբանեն առաջիկայում։ Մեր հիմնական առաջարկը եւ խնդրանքը մարդու իրավունքների պաշտպան գրասենյակին եղել է այն, որ եթե իրականացում են ուսումնասիրություններ, փորձեն մեզ տրամադրել այնպիսի օբյեկտիվ խնդիրների ցանց, որոնք մենք հաշվի առնելով կարող ենք առանձնացնել երեխաների խմբեր, որոնց տեսքում եւս կարող են այդ բացառությունները դիտարկվել
ցավոք սրտի մենք նման այսպես վերլուծություն կամ նման առաջարկ չենք ստացել։ Մեր վերանայումները, հետագա որոշումները կախված են լինելու երեխաների ցուցաբերած արդյունքներից։ Ոլորտի փորձագետները սակայն բազմիցս զգուշացնում են երևույթի բացասական կողմերի ու սպասվող հետևանքների մասին։ Միաժամանակ նկատում ուսուցչի օգնականի ինստիտուտը չի կայացել այնքան, որ կարողանա երեխային օգնել միանգամից 2 դասարանի ծրագիր յուրացնել։ Սա մոտավորապես նույն բանն է, որ նախարարությունը առաջարկում է եկեք շենքի երկրորդ հարկը սկսենք կառուցել, զուգահեռաբար կկառուցենք նաև առաջին հարկը։ Դուք ո՞նց եք դա պատկերացնում։ Մանկավարժական տեսանկյունից անհնարին տարբերակ է։ Անհնար է, որ երեխան գա դպրոց եւ միանգամից 2-3 տարվա ծրագիր զուգահեռ յուրացնի։ Անկամ եթե դուք իրեն կցեք 10 ուսուցչի օգնական, ինքը չի կարող եւ առաջին դասարանի ծրագիրը հասցնել եւ երկրորդ, որpիսի ինքը երկրորդ դասարանի ծրագիրը հասկանա, ինքը պետք է առաջի դասարանի ծրագիրը ավարտի։ Կրթությունից դուրս մնացած երեխաների խնդիրը անկասկած համակարգային լուծումներ է պահանջում, սակայն այդ լուծումները չեն կարող իրականացվել երեխաների հոգեբանության ու առողջության հաշվին։ Մասնագետները պնդում են, կրթական բացերը չեն կարող լրացվել արագացված ու պարտադրողական մեխանիզմներով։ Այս փոստն է 2-3 ամիսա կա։ Էրեբունու թաղապետարանի հարևանությամբ Ժակ Կուստոյի փողոցն է, այս փոստն իսկական պատուհաս է դարձել վարորդների համար վթարների պատճառ է դառնում, մեկն էլ հունվարի 15-ին է տեղի ունեցել, բախվել են BMW-ն ու Chevrolet-ն, 5 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ, ժամանել են ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Բախումը տեղի ունեցել ճակատային եւ հիմնական վթարի հիմնական պատճառը նշված բախման վայրից մոտ մի 10 մետր հեռավորության վրա գտնվող 2.5 ամսից ավելի ըստ բնակիչների հայտնածի փոսն է։ Հարևանությամբ ապրողներն էլ հայտնել են, որ փոսը 2 ամսից ավելի է ինչ կա 100 մետր այն կողմ Էրեբունու թաղապետարանն է։ Բնակիչները վարչական ղեկավարի ուշադրությունն են հրավիրում, օպերատիվ գործողություններ են պետք։ Իսկ սա Այգեստան թաղամասի Ջոն Կիրակոսյանի դպրոցի հարևանությամբ է։ Մերկասարույցի պատճառով 24-ամյա Արտյոմը Նիսան Տիանայով բախվել է երկաթե դարպասին մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել բնակչի տարածքում։ Քաղաքացիների խոսքով հունվարի 2-ից մինչև հունվարի 15-ը այս մերկասարույցի պատճառով 5 ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Իսկ կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից այդպես էլ որևէ քայլ չեն ձեռնարկել ճանապարհը մաքրելու համար։ Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Ժամանել էին փրկարարության Երևանի թիվ 8-րդ շրջփրկարարական ջոկատի փրկարարները ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Նույնիսկ հարևանները նշում են, որ սա 3-րդ վթարն է մերկասարույցի պատճառով այս քանի օրը որ եղել է։